Բարև ձեզ, դուք դիտում եք 6-րդ զգայարան հեռուստաշոուն։ 6-րդ զգայարանը ձեզ համար պատրաստել է սուր զգացմունքներ։ Այն ձեզ համար կվարել գեղեցկուհի Մերի Մակարյանը եւ իհարկե մութ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիելը։ Գիտեք այսօրվանի մեջ National Geographic-ը հրապարակել է 10 երկրների ցանկուր անպայման պետք է այցելել ու Հայաստանը մեջ է։ Հայաստանը մեջն է։ Մենք տասնյակի մեջ ենք։ Նիկարագուան, օքեյ, Նեպալը, Նեպալ, Սարգսականը, Իրանը, մեծը, Կոսովոն, Ուզբեկիստան, ինչ պլան։ Ալբանիա, Արևելյան Թիմոր, լուրջ։ Մնում էր Վրաստանը մենակ մտցնեին։ Հա, մյուսը Վրաստանն է։ Վրաստանը մեջն է։ Ադե լավ էլի, մի բան չլինի, մեկ բան անենք։ Վարչապետը հորդորում է ապօրինի հարստացումը մի քիչ էլ ապօրինի դարձնել։ Էջմիածնի փողոցներից մեկը կանվանվի Մեծ Գուսանի անունով։ Որ կուսակցության հերացումը կարող է ցնցել հայկական վերածնունդը։ Անսպասելի վիդեոմունատ անսպասելի երկրից։ Հիշում եք, որ բոլորը բողոքում են, որ տեսախցիկներից ու կարմիր գծերից ստացած գումարները գնում են մասնավոր ընկերություններին, այլ ոչ թե բյուջե։ Ինչքան ստատուսներ, ինչքան կոմենտներ գրվեցին այս թեմայով։ Բայց իմացաք, ով է վերջերս կարդացել ձեր Facebook-յան ստատուսները եւ կոմենտները։ Ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական եւ համայնքային կառույցների կողմից։ Ուրեմն հանձնարարական կառավարությանը լուծել այս հարցը բնականաբար հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը։ Մի խոսքով ժողովուրդ, քանի ձեր ստատուսները կարդում են, անխնա գրեք։ Այնքան գրեք, որ Facebook-ում էլ հիշողություն չմնա ու Ցուկերբերգը գլուխը կախ գնա խանութ մի հատ թազա մեծ hard drive առնի։ Լավ։ Իսկ հիմա ապօրինի հարստացումը։ Այո։ Շարունակում եմ մի տեսակ չդզել, էլի։ Բացարձակ։ Մանավանդ բոլորի մոտ հարց առաջանում, ո՞նց է ստացվում, որ մարդը 200,000 դրամ աշխատավարձ է ստանում, մեկ էլ հոп 5 հատ բնակարան հյուսիսայինի վրա է կպցնում։ Ո՞նց։ Երկու հարց է առաջանում։ Երկրորդը ո՞րն է։ Ոնց է դա ստացվում ու ինչ անենք մենք, որ մի քիչ էլ մեր մոտ ստացվի։ Եվ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները։ Նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հանձնարարում եմ։ Ենթարկել քրեական պատասխանատվության, չէ՞։ Դե կոնկրետ այս պահին չէ, այս պահին հանձնարարում է նախագիծ կազմել, ներկայացնել։ Բայց նախագծերը չպետք է ազգային ժողովը կազմի։ Դու մեր ազգային ժողովը տեսել ես։ Հա, բայց ախր դա ոնց որ իրանց ֆունկցիան առաջ։ Հանգիստ, իրանք էլ ոչ պակաս կարևոր նախագծերի վրա են աշխատում։ Շատ կարևոր մի փոփոխություն ենք ըստ մեզ իրականացրել եւ փորձել ենք էկոլոգիական կուլտուրա սահմանումը օրենքում եղած վերանվանել էկոլոգիական մշակույթ։ Դե հա, Տեսնում ես։ գեր ծանրաբեռնված են։ Լավ, դե ուրեմն կառավարության վզով է։ Ինչ պետք է անեին։ Կարեն Կարապետյանի մեկ այլ հանձնարարական վերաբերում էր հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը։ Պաշտոնատարների մի մասը ներկայացնում է հայտարարագիր, սակայն կան պաշտոնյաներ, որոնք այս ցանկում չլինելով ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացում։ Օրինակ կառավարության անդամները, դատավորները եւ այլն ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով ընդգրկված են օրինակ խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ այսպես կոչված կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող տեսանկյունից։ Այսինքն այլ պետական պաշտոնյաները իրենց հավեսով տենդերներ էին հաղթում ու մատակարարում էին ծառայություններ, օրինակ իրենց պլաստմասի բաժակների գործարանը մատակարարում էր պլաստմասի բաժակներ։ Բայց առաջանում է հարց, որտեղից պետական պաշտոնյայի նման գործարան։ Այդտեղ ուժի մեջ մտնում են ապօրինի հարստացման են առաջին են պլանը։ Դե վերջ, անելանելի վիճակ շախ եւ մատ կոռուպցիոներների համար։ Այո։ Եթե իհարկե գործարանը բաժանողի վրա չձևակերպեն ու տենց չառաջարկեն։ Հերիք հա մտքեր տասաչու ձախ։ Իրանք դա գիտեն, հավատա, իրանք դա գիտեն։ Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց արգելել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելը։ Վարչապետը հրահանգեց ուշադրություն դարձնել սրճարաններին, ակումբներին եւ ժամանցի վայրերին։ Կարլ հրարի, վատ նորություն քո համար, էլ չես կարողանալու ծխախոտ գնել։ Բայց ես Ոչ էլ ալկոհոլ ու ոչ էլ գիշերակումներ կկարողանաս Բայց ինչից վերցեցիք, որ ես չեմ կարա, ես մեծ եմ։ Ինչի քանի տարեկան ես։ Քանի տարեկան ես։ 19 եմ։ Չլսեցի։ 19-ը։ Օ, դե լրիվ բիձա ես, էլի հասա։ Քա մարդ է։ Սակվելուց վախտն է, Կարլ։ Հելարա։ Պանիխի դատ երբ է։ Ճիշտն ասած մենք մեր սպորտի նախարարին ասել ենք, որպեսզի մասսայական առողջ ապրելաոճը
քարոզենք, հələ չենք նկատում եւ սպասում ենք ձեզանից։ Շատ կարևոր խնդիր է։ Նամյոկ է, ոնց կպավո։ Դասարանցիդ ոնց որ թե ուշացնում է հայեցակարգը լավ ուշացնում է։ Չէ, ինքը ուղղակի պերֆեկցիոնիստ է, ինքը մեկական է, ուշ լինի, բայց հաստատ նուշ կլինի։ Ես ճիշտ ասած չգիտեմ, մենք ունենք ակումբներում գիշերային սահմանափակում տարիքային թե չէ։ Պետք է մտցնել։ Կա սահմանափակում, բայց ինչքանով է դա կիրառվում։ Գիշերային ակումբներում լիքը սահմանափակումներ ունենք։ Օրինակ առանց զույգ տղաներին չեն թողնում, մի քիչ քյարթոտ տղաներին չեն թողնում, մի քիչ շատով տղաներին չեն թողնում։ Հա, այդ սեքսիզմի պահովել մի բան մտածեք, մնացեք մեզ հետ։ Ու մտածեք։ Իսկ նախարարներից ով է այդքան լավ տեղակ գիշերային ակումբներից։ Ոնցով։ Տարածքային կառավարման նախարարը։ Բայց ո՞նց։ Որտեվ որ ինքը արթնանում է, միակ բանը որ բաց է քաղաքում գիշերային ակումբներն են։ Սենսացիոն վերադասավորումներ քաղաքական դաշտում։ Նստացեք, Սերգեյ նստացես։ Չի երևում։ Մի քիչ ավելի ցածր նստի։ Ինչքան ցած ես։ Հայկան դուխտ կուսակցությունը դուրս է գալիս հայկական վերածնունդից։ Բա չէ։ Հայկան դուխտ կուսակցությունը մեծ այդ զրույցում ասել է, որ ՕԵԿ-ը իրենց միջոցով իր կեղտը մաքրեց եւ հիմա փորձում է իրենց դուրս դնել գործընթացներից քաղաքական։ ՕԵԿ-ը երբեք կեղտ չի մաքրել եւ կեղտոտված չի եղել, որ կեղտ մաքրել։ Թող մտածեն այն մարդիկ, ովքեր կեղտոտված են եւ փնտրեն ուղղություններ։ Ինչ վերաբերում է հայկական վերածնունդ կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ է։ Ոնց է նորմալ։ Երևի լավ չլսեցիք։ Հայկան դուխտը դուրս է գալիս։ Auf Wiedersehen վերածնունդ, Sayonara Renaissance։ Hasta la vista հայկան դուխտ։ Լավ, փորձենք մի հատ հասկանալ ինչ է եղել, հա։ Ինչ չկեսեցին ՕԵԿ-ն ու հայկան դուխտը։ Ընտանում է նորմալ գործընթաց, կուսակցական շինարարություն եւ բացառիկ դեպքեր եւ կասկածից վերեր, որ որոշ չարախնդողների կկուրացներ մեր իրականության մեջ եւ կփորձեն այն որ ասում է թևերը կշտել եւ գնել մի գիտեք վարկաբեգող գործընթացի, ճղճիմ գործընթացի, որ փորձեն ցեղ շպրդել այդ կուսակցության վրա։ Նարեկ ցեղ էր ուզում շպրտել։ Ինչի միանգամից ցեղ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչ ա եղել, ցեղ միանգամից։ Նախ մի հատ առաջարկում եմ վերհիշենք որն էր հայկան դուխտ կուսակցությունը եւ ընդհանրապես ինչ է նշանակում հայկան դուխտ։ Ինչ ասել է հայկան դուխտ։ Was ist հայկան դուխտ։ Դե եկեք իմանանք ինչի է կուսակցության անունը հայկան դուխտ։ Հայկան դուխտ հայ կանանց ուխտ, հայ կանանց ինչ ուխտ ունեն, որ երկիրը տեսնեն, իրենց ընտանիքը տեսնեն կայուն, իրենց ընտանիքը լինի բարելավված, իսկ ընտանիքի բարելավումը, ընտանիքը եթե կայուն է, ընտանիքների միասնությունը հենց պետության կայացման հենասյունն է։ Ու ինչ հիմա այդ միսիոնը հայկական վերածնունդի տակից դուրս եկավ, հա։ Բայց դու ինչ չարակամ ես։ Ինչի։ Որովհետև ցխկվում ես մարդկանց հաջողությունից, հայր, Ես։ Հենա ես չեմ տենում ցխկվում ես։ Դու քո նմանները Իգոր Այն մարդիկ, ովքեր չարակամ են, տրամադրված են եւ ասում է արդեն հա ցխկվել, ասեմ, ցխկվում են, որ մեր հաջողությունները տեսնում։ Դե ինչ մեղք ստաքսնեմ, մեկ-մեկ ես ինքս եմ ցխկվում ՕԵԿ-ի հաջողություններից, sense YouTube-ով դնում եմ ՕԵԿ-ի հաջողությունները, ու սես նայում եմ ու ցխկվում եմ։ Լավ, եկեք էմոցիաները մի պահ դնենք կողմ ու չոր քաղաքագիտություն։ Ոնց, ել չես ցխկվելու իրանց տիեզերական չափսերի հաջողություններից։ Կփորձեմ, բայց խոսք չեմ տալիս։ Հիմա մամուլում գրում են, որ հայկան դուխտի դուրս գալու պատճառն այն էր, որ վերածնունդը անցողիկ տեղեր իրանց չէր տալիս։ Դե անցողիկ տեղերը, եթե այդպեսին լինեն իհարկե, ահագի սահմանափակ են։ Ինչի՞ նոր ասում էր տիեզերական ծավալի հաջողություններ, բան։ Նարեկ փոքր տիեզերքի մասն է խոսքը։ Men in Black-ը չես տեսել, փոքր տիեզերքի։ Այն կատվի փոքր տիեզերքի։ Նախընտրական կամպանիա չի ձևավորվել, որևէ այսպիսի խնդիր չկա, մենք զբաղված ենք հերթական մեր կուսակցական շինարարությամբ, տարածքներ, ամրագրում։ Եթե այդպիսի քննարկում չկա, ով գիտի Հովհաննես Մաշկարյանը որտեղից գիտի, ինքը կլինի դե ոչ։ Քննարկում չկա այդպիսի։ Հիմա ինչ սենսացիա են փորձում գտնել։ Տանենք ասեկոսները, շինծու պամպասանքներ, եւ ըստ էության դրա համար ասացի, միայն կարելի է ծիծաղել։ Լավ, այս սախից, բայց ես իրականում մի քիչ ուզվեցի։ Ինչի նարեկ։ Որտեվ Տիկին Արմենուհին լուրջ հույսեր էր կապում Արթուր Բաղդասարյանի հետ։
Ձեզ զանգակը ինչու չդրեցիք։ Այսա ասма շատ լավ լուր եմ լսելու, որ բոլորին պիտի պատմեմ, որ ես падգամավոր եմ Արտուր Բաղդասարյանի առաջնորդությամբ մենք հաղթելու ենք եւ լինելու ենք առաջինը խորհրդարանական ընտրություններին 17 տվին։ Այդ զանգակը ազդարարելու ենք։ Լավ բան չստացվեց էլի։ Հիմա ինչ այդ կարտերը սուտ էին ասում։ Ու մտքով կարար տենց բան։ Կլինեն քննարկումներ, քննարկումների արդյունքում կայացվի որոշումներ։ Մեր մոտ որոշումները կայացվում է կոլեգալ։ Եվ այսօր ով ինչ ուզում է խոսալ, ինչ ուզում է ասի։ Մենք ունենք կոլեգալ ենք կայացնում։ Այո, որոշումները բացառապես կոլեգալ են ու լեգալ։ Ոչ լեգալ չեն լինում։ Ոչ մի դեպքում անգամ եթե Սենեգալում կոլեգալ ցանկություն լինի։ Լավ, դե կապրենք կտեսնենք ինչ կլինի Հայկանդուխտի հետ, բայց մի բան, մի դրական բան ես այնուամենայնիվ նկատեցի։ Ինչ։ Հովանես Մարգարյանը այսքան խոսեց, չէ՞, ու ոչ մի անգամ չօգտագործեց շիտակ բառը։ Այդ առաջընթացը։ Ես ընդամենը մի բան եմ ուզում ասել, քիչ առաջ ասացի, այլ կրկնում եմ եւ շիդագ նայելով ձեր օբյեկտիվին, որ Արտուր Բաղդասարյանի որոշումները միշտ եղել են արտար, պետքա վերջում ամեն ինչ փչացնեիք, չէ՞։ Հազիվ ամեն ինչ շիտակ էր գնում։ Հա, լավ, եք։ Բարի լուր Էջմիածնից։ Բարի երաժշտական լուր Էջմիածնից։ Արամանունդ կմանա մեր սրտում, երկերից են քո կարոտը տարնում, ու երբ նստում ենք շուրջը սեղանի, խմում ենք կենաց հայոց գուսանի։ Ջան։ Բայց դե սա ամբողջ լուրը չի էլի։ Հա, սա լուրի միայն մի մասն էր։ Էջմիածին քաղաքի ավականին միաձայն որոշում է ընդունել քաղաքի փողոցներից մեկը կոչել երգիչ Արամ Ասատրյանի անունով։ Ասատրյանների ընտանիքն ապրում է հենց այդ փողոցում։ Այո, իրականում անկեղծ ասած ահագին ամոթ էր, որ մինչև հիմա Գուսանի անունով ոչ մի փողոց չկար Էջմիածնում։ Լուրջ եմ ասում։ Դու չես ոգևորվել։ Նարեկ, իդե բարեկամներ, նարեկ մի փոքր գաղտնիք։ Ես եւ մեծ Գուսանը ընկերներ ենք եղել, նա իմ ավակ ընկերն էր։ Իրոք, դե մի փոքր պատմի Սերգեյ, ինչպես եք ծանոթացել Գուսանի հետ։ Ինձ թվում է չի հավատում։ Պատմեմ։ Հուլիսյան մի օր էր, նստեցի ինքնաթիռ, որպեսզի չվեմ արտասահմաններ, եւ հանկարծ ներս եկավ նա եւ նստեց կողքս։ Եվ ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ Չիգարով բարելուց սպաս ասում ու ամեն օր նոր սպասում Իմ լավ հանելան, բարի հանելան, հալալի հացը, խմեն կենացը Իշատակը բայց միջև այդ երկու պապուլարն դարձ Այո, բարեկամներ, կյանքիս լավագույն օրից մեկն էր, անկեղծ Խոստովանեմ, որ շատ անսպասելի պատմություն էր։ Իսկ Իշատակը ապրում է եւ շարունակում է զարգանալ մասնավորապես Էջմիածին քաղաքում։ Որովհետեւ մեծ երաժշտությունը, անկախ նրանից դա դասական է, թե ռաբիզը ապրելու է երկար։ Ինչ ես խոսում, ինչ ես խոսում ընդհանրապես։ Բա։ Արտաշ ջան, մի հատ երիտասարդին բացատրենք էլի։ Արամ Ասատրյանի երգը գուսանական երգ է։ Արամ Ասատրյանի երգը հոգու, կանչի, սրտի, հավատքի, ընտանիքի ջերմության այն երգն է, որ բոլորի օջախներում կա։ Երևի այս ազգի 99.99%-ում Արամ Ասատրյանի երգը պահպանվում է, սիրվում է, լսվում է, փայփայվում է։ Ահա, հասկացար տղա ջան, հասկացար։ Ինչ ես քեզ դրել Ասատրյանի Սանիկի տեղ, հա, մի անգամ հանդիպել եք ինքնաթիռում, վերջ, այդ չի։ Նարեկ, այդ նախ շատ երկար 5-6 ժամանոց թռիչք էր, ու ընդհանրապես մենք այնքան մոտիկ էինք, որ տատիկիս ծնունդը շնորհավորեց Արամ Ասատրյանը։ Արամ Ասատրյանը։ Հա, քո տատիկի։ Հա, Նազիկ բաբոյից ծնունդը։ Չեմ հավատում։ Խնդրեմ։ Նազիկ քույրիկ անունը Սերգեյ տատմես Նազիկ քույրիկ ես քեզ ողջունում եմ այն կամարորդներից, որ Սերգեյի թորնիկներին ամուսնացնես։ Բանալը երկին է, որ 2000 թվականի ալբոմը հետաքրքրեց, նրա մեջ Նազիկ անունով երգ կայքի քեզ անվիրված։ Իսկ քանի Նարեկը դուրս է գալիս մանտրաժ վիճակից, տեսնենք ոնց են մարդիկ ընդունում փողոցի վերանվանումը։ Հովանես ջան, մի երկու բառ էլի։ Այսօր ես շատ ուրախ եմ, որ փողոցը կոչվում է Արամ Ասատրյան։ Եվ դա բոլորիս պատիվն է, բոլորիս համար դա հպարտություն է։ Ջան, հիմա ինչ։
Հիմա վերջապես կունենանք Գուսանի անվան փողոց։ Վերջ։ Դե մնացեք մեզ հետ։ Սպասի, դեպքի վայր հասավ ֆոտո լրագրող Գագիկ Շամշյանը։ Ինչու։ Դժվար է բացատրել ինչու, բայց նա կազմակերպեց պոեզիայի փոքրիկ երեկո։ Մեծն Սևակը, որ ասել էր ուշուշ են գալի, բայց ոչ ուշացած։ Գալիս է նրանք ճիշտ ժամանակին։ Դա նաև կարելի ասել ասված էր Արամ Ասատրյանի համար, Վազգեն Սարգսյանի համար, Մոնթեի համար։ Չեք կարծում, իրոք այդպես է։ Իրոք երևի ժողովուրդը ամենամեծ ուսուցիչը ժողովուրդն է ու սերն է, ծափերն է, որ այդ ամեն ինչը ապացուցում է ու տալիս այդ սերն ու հարգանքը ժողովուրդը։ Այդ տենց ձեր ցավը տանեմ։ Դες մի տեսակ երգ ա ուզում։ Դե եկեք միանանք իրար, լինենք միշտ հավատարիմ։ Հա։ Իմը լավ չի ստացվում։ Եկեք միանանք իրար, լինենք միշտ հավատարիմ, կատարենք ազգի համար, լավ գործեր ու միշտ բարի։ Եկեք միանանք իրար, լինենք միշտ հավատարիմ, կատարենք ազգի համար, լավ գործեր ու միշտ բարի։ Ջան, տղեկ ջան։ Շաբադաբադաշ։ Հա, բայց ինչ ես անում, Ալեքսերը խառնեցիր, թաթանան արեք ջան։ Ուրեմն լավ չգիտեմ, ուրեմն մի քիչ էլ բացահայտեն Գուսանին։ Իրականում Արամ Ասատրյանը հիշելը միշտ հաճելի է։ Փառք Արամին, Արամը այն մարդն է այն աշխարհում, որ իր տեսակը շատ քիչ է լինում։ 100 ամյակները մեկ ցավով մարդկանցից Արամը, Արամից Արամին այս ինչ անում ենք քիչ է։ Իսկ ովքեր սատարում են, բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ընտանիքի անունից, Արամի ընտանիքի անունից, փառաբանենք Արամին, փառք Արամին։ Շատ բարի, դե այ հիմա մնացեք մեզ հետ։ Չէ, էլի խնդրում եմ, մի հատ էլ մի փոքր կատարում ես, այս լավ տրամադրություն է։ Ռազմա այնասիրական երգ։ Հեյ ջան հայոց մեր քաշե, հեյ ջան ազգի պաշտպաններ, ձեր նմանները քանի կա, կծածամի դրոշը հայկական, թմբուկ զարկեցեք հայոց սարերում, խաղաղորեն են իջել մայր հողում, զարկեցին տղեր, չունին քունդաթար, Աստված վկա է, կռվին մեր արդար, ձեր ցավը տանենք, տղեկ ջան, ձեր ցավը տանենք։ Մնացեք մեզ հետ։ Այսօր մենք ունենք մի վիդեո մունած։ Երկար դադարից հետո Նարեկը էլի սխալ է թույլ տվել։ Իսկ եթե պարզվի, որ դու ես բլթացրել, ես այդ մարդը չեմ եղել, Նարեկ։ Բարև ձեզ։ Ոնց խոստացել էի, սել իմ երկրորդ վիդեո մուննաթը ու ցած կոչ եմ անում ձեր բոլոր հեռուստա ու YouTube ադիտողներին, որ իրանք էլ ակտիվ լինեն, ովքեր վերջերս մի տեսակ շատ են пассивացել։ Միքայել, ջանը մայա, մի քիչ արագ, եթերը ռեզինից չի։ Ջանը մայա։ Տրենդային է, նորմալ է։ Հա, լավ, եւ հա, ով է սխալվել։ Սերգեյը ասում է տարվա կառավարության դրամավարկային քաղաքականության հետ է ծանոթացել։ Ըստ Սահմանադրության ու Կենտրոնական բանկի մասին օրենքի դրամավարկային քաղաքականությունը Հայաստանում իրականացնում է Կենտրոնական բանկը, ոչ թե կառավարությունը, ու Կենտրոնական բանկը կառավարությունից անկախ գործող մարմին է։ Միքայել ջան, մարդ այդքան գիր կրծող չի լինի։ Ինչ ես խոսում։ Ինչ դրամավարկային քաղաքականություն։ Այդ բառի իմաստը նույնիսկ Կարլը չի հասկանում։ Արդարության համար ասենք, որ Կարլը չի հասկանում երկու վանկից ավել պարունակող բառերի մեծ մասը։ Հա ու միավանք բառերի 35%-ը, բայց դա չի կարևոր։ Մենք կփորփրենք, ես կկարդամ, կնայեմ, մեր օպերատորից մեկը հետո կկապվի քեզ հետ, ուրիշ։ Նարեկը ասում է իրանցիները բերել են ապրանքներ, որ տեսնեն Եվրազեսի տարածքում արդյոք հետաքրքրություն կա իրենց ապրանքների նկատմամբ։ Իրականում Եվրազեսը այդ լրիվ ուրիշ կառույց էր, որը ավելի շուտ էր ստեղծվել ու որը 2014-ին լուծարվեց ու հիմա մենք EAS-ի մեջ ենք, ոչ թե Եվրազես։ Արա Նարեկ, բայց դու ինչ անգրագետ ես կմեռնեմ ուղակի, ոնց կարեր Եվրազեսը խառներ այդ մյուս բառի հետ։ Միքայել, ջանը Իվո, այդ փաստարկները համոզիչ չեն։ Ուրիշ մեքենաների մասին եք խոսում, կառույցն չէր օգտագործում, բայց գումար էր ծախսում, ասում եք Գրպանից Նարեկ։ Դե բայց մարդ ես կարող այդ մեքենան կանգնած է, հա չի քշվում, բայց մեկը ասես գալիս է հավեսով հետևից պաշում, ով այդ փողը չի դզել։ Ասենք թե այդ մեկը հասկացանք։ Բայց նույնիսկ այդ լրիվ անդրադառնական կլներ, որտեղ այդ մեքենային երբ որ հարվածեն, ապան այդ գումարը չի հատուցում, այդ գումարը հատուցում է հարվածող մեքենայի ապան։ Այստեղ դու սխալվում ես։ Ինչ կապ ունի ում է վճարում, կարևորը ապան է վճարում։ Հա, Միքայել ջան, այստեղ ոնց որ կորցրեցիր վստահությունը։ Հա, մի սիրուն ժեստ արա վերականգնի վստահությունը։
Ես գտնվում եմ Ֆինլանդիայի Տամպերը քաղաքում Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նիստին եւ այստեղ է ինձ հետ եկել մեգա բաժակը։ Այ էս ուրիշ։ Քո ցավն էլ տանենք։ Բայց բաժակ ոնց որ արդեն ունես։ Դա իսկ հազարավոր հայորդիներ դեռ սպասում են։ Մնացեք մեզ հետ։ Իսկ այսօրվա Arm Comedy-ն այսօր այսքաններ։ Վերջում հորդորում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ Երևի ինձ ավելի շատ հոգի, հա, ասեմ, որովհետև ինձ բոլորը հոգու են նման ասում, բայց ես ուրիշ կերպար եմ ուզում ստանալ։ Ինչ կերպար։ Դե երևի կույսի։ Hark how the bells ring, silver bells, all seem to say, throw cares away. Christmas is here, ring in the cheer, too young and old, meek and the bold. Merry, merry, merry Christmas. Ջան, 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 լավ ախպերս։ Սիրելի բարեկամներ, գիտեք, մենք ունենք արդեն ինտերակտիվ մաս, որտեղ ձեր կոմենտները հաղորդման վերջում ցույց ենք տալիս, բայց եւս մեկն ենք ուզում ավելացնել։ Դուք կարող եք ուղարկել ձեր ողջույնը Arm Comedy-ին սրա նման։ Բարև Arm Comedy։ Բարև Սիրկի, բարև Նարը։ Ու մենք ձեր վիդեոները շատ շուտով ցույց կտանք ամբողջ մոլորակին ուզում եմ ասել։ Կարլի գլխով ենք երբում։ After drawing out all his hidden stash, now my peace bends just like a sailor.